Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Հակակոռուպցիոն դատարանը քննել է Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման կամ վերացման հարցը։ Կարապետյանի աջակիցները հավաքվել են դատարանի հարակից տարածքում, իսկ առավոտից նրանք խմբերի բաժանված համաժամանակյա բողոքի ակցիաներ էին անում Սամվել Կարապետյանին ազատելու պահանջով։ Մեծ թվով ոստիկաններ պատ են կազմել հակակոռուպցիոն դատարանի մոտ։ Ակցիայի մասնակիցները Սամվել Կարապետյանի անունից հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին։ Կառավարության ղեկավարին մենք նվիրելու ենք հեռախոս։ Իմիջայլոց օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը չգիտես ոնց իր մտքով անցավ ու որոշեց, որ կարելի է Սամվել Կարապետյանին հեռախոս նվիրել, որպեսզի Սամվել Կարապետյանը կապ հաստատի ժողովրդի հետ։ Ժողովուրդ, ոչ մի նորմալ բանականություն ունեցող մարդու մտքով նման բան չէր կարող անցնել, ազնվությամբ եմ ասում։ Այն մարդուն հեռախոս նվիրել, ով իր ամբողջ կյանքում հարյուրավոր, միլիոնավոր դոլարներով օգնել է հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախին։ Բայց բերեք մի բան ֆիքսենք, այս անգամ էլ ինքը խաբեց։ Նա չկատարեց իր խոստումը, խոստացավ, կրկին չարեց։ Մինչ օրս նրա նվերը չի հասել։ Ինչ ֆորմատով եք պատրաստվում միանալ Ուժեղ Հայաստան կուսակցությանը, եթե նման որոշում ունեք եւ հաճախ ձեզ հետ էին ասացում փոփոխությունները քաղաքական դաշտի, ասում էին հնարավոր է որ դուք լինեիք տեխնացու, ինչ դերակատարման հանդես կգաք։ Հարգելի գործընկերներ, քիչ առաջ ձեր գործընկերոջը խնդրել եմ եւ ձեզ էլ եմ խնդրում։ Այսօր հարցազրույց տալու տրամադրվածություն չունեմ։ Ձեզ մեղադրում են, որ դուք չեք համաձայնվել դառնալ 2018-ին վարչապետի տեխնացու, ինչի արդյունքում տեղի է ունեցել այս իշխանափոխությունը։ Բազմաթիվ մի խոսքով հարցեր կան, կարծում տեղյակ եք։ Թույլ կտաք ավարտեմ իմ խոսքը։ Ես իրավունք ունեմ հարցազրույց տալու։ Դուք հանրության առաջ պետք է նաև հաշվետու լինեք, որովհետև դուք եղել եք Հայաստանի վարչապետը եւ ձեզ ուղղված բազմաթիվ հարցեր կան։ Վարչապետ եմ եղել, ես հաշվետու եմ եղել։ Այդ իսկ պատճառով ձեզ խնդրում եմ, իմ այդ իրավունքը հարգեք։ Մեկ օր ես հարցազրույց կտամ։ Սոցցանցում Մեսրոպ Մաշտոցին է անդրադարձել Նիկոլ Փաշինյանը, ասել է, թե որն է նրա ուղերձը։ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերը ստեղծելուց հետո այդ գրերով առաջինը գրել է Աստվածաշնչի առակների գրքի առաջին առակի հետևյալ կտորը. ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա թափանցի առակների եւ խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանությունների մեջ։ Սա առաջին հայերեն տեքստն է, որը Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է։ Ոչ մի գիտական հիմնավորում չկա, թե ինչու է հատկապես այդ կտորից սկսել Մեսրոպ Մաշտոցը հայերեն նոր տեքստի ստեղծումը։ Ես շատ եմ մտածել այդ մասին եւ իմ եզրակացությունն այն է, որ 405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026 թվականին եւ մեր խնդիրն է, որ այդ խաչմերուկում կանգնած լինելով եւ մտածելով մեր ճանապարհը շարունակենք այնպես, ինչպես պետք է շարունակենք, որպեսզի հետագայում ողբամ քեզ հայոց աշխարհը չգրվի։ Մեսրոպ Մաշտոցը ամարասում դպրոց է հիմնել, որը դու հանձնել ես ադրբեջանցիներին, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հրապարակմանը։
Մաշտոցի մասին հրապարակումից ժամեր անց Փաշինյանը սոցցանցում կրկին տեսանյութ է տեղադրել խոսել Ղարաբաղյան շարժման մասին։ Նրա խոսքով անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է նոր սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրին հղում չլինի։ Ինչու ժողովուրդ ջան, որովհետև անկախության հռչակագրի տեքստը ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։ Ինքը մի կոնֆլիկտի հակամարտության հռչակագիր է, որովհետև մենք ասում ենք, որ ոչ թե պետքա պետություն ենք ստեղծում ոչ թե այդ հռչակագրով, ոչ թե մեր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը ապահովելու համար, այլ մենք պետություն ենք հիմնում Լեռնային Ղարաբաղի եւ Արևմտյան Հայաստանի համար։ Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկը Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի Զանգեզուրի միջանցքի հիմքը դնելն էր, հայտարարել է Ադրբեջանի վարչապետը։ Նշվել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովը թույլ է տվել տարածաշրջանում ձևավորել աշխարհաքաղաքական նոր իրողություններ և ստեղծել բարենպաստ պայմաններ կայուն խաղաղության և զարգացման համար։ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ից 19 կմեկնի Թուրքիա, Ստամբուլ, կմասնակցեն Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Ալ Ջազիրան հրապարակել է հերթական ֆոտոշարքը Իրանի մայրաքաղաք Թեհրանից, կադրերում տարբեր իրավիճակներում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքներն են։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է ԿՊՆ-ի շաբաթ ներկուսակցական քարոզարշավի անվան տակ Կարշավի Վայոց ձոր և Սյունիք, իսկ եզրափակիչ արշավը նախատեսում են իրականացնել գալիք շաբաթ Երևանում։ ԿՊԱ-ական աղբյուրները չեն թաքցնում իրենց թախիծը, որ Երևանում անմխիթար վիճակում են և նոր հնարքներ են մտածում ինչ անել, որ թաղերով, բակերով անցնելիս չխայտառակվեն։ Բանն այն է, որ Երևանում ԿՊ-ի վարկանիշը մարզերի համեմատ շատ ավելի ցածր է, և եթե մարզերում չկարողանան խուսափել տհաճ պահերից, պատկերացնում են, թե մայրաքաղաքում ինչ է կատարվելու։ Իսկ Երևանում է հիմա ընտրողների 2/3-ը և երևանցիների ձայնն է վճռորոշ լինելու այս ընտրություններում։ Ուստի եթե մարզերում Նիկոլ Փաշինյանը դեռ կարող էր մունատ գալ, գոռալ մարդկանց վրա, կուկուռուզ և պեռաշկի ուտել, ապա Երևանում նման պահվածքը կարող է թանկ նստել իրենց վրա։ ԿՊ-ից մեզ վստահեցրին, որ դեռ հայտնի չէ երևանյան քարոզարշավի սցենարը։ Գիտենք, որ մարտի 27-ից 28-ին ԿՊ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլն է լինելու, 50 հոգու ցուցակն են դասավորելու 1000 պատվիրակների քվեարկությամբ, իսկ ապրիլի 4-ից 5-ին համաժողով կանեն և կհաստատեն արդեն կազմված 5 տասնյակի ցանկը։ Նույն աղբյուրը գրում է. Մինչ Գևորգ Պապոյան և մյուսներ իշխանական անսամբլը վերջին շրջանում 24/7 ռեժիմով ագրեսիվ քարոզչություն է անում, թե եթե ԿՊ-ն չլինի, թրիփը չլինի, հետևաբար խաղաղություն չի լինի, Հայաստանը կդառնա ծայրագավառ ու ընտրողին մոլորեցնում են, թե Հայաստանի անվտանգության հարցն առնվազն 99 տարով լուծված է, քանի որ ամերիկյան ընկերությունը 99 տարով վարձակալել է Հայաստանի 41 կիլոմետրանոց տարածքը, որտեղով պետք է անցնի Թրամփի ուղին, երեկ Նիկոլ Փաշինյանը սառը ցնցուղ լցրեց իր թիմի ու իրենց հավատացողների գլխին, ակնարկելով, որ թրիփի աշխատանքը ժամանակավորապես կարող են հետաձգել։ Ավելի պարզ ասած, այդ ճանապարհի կառուցումն իրենց ձեռքում չէ, ԱՄՆ-ն ոնց ուզի, այնպես էլ կլինի։ Իսկ Իրանի կոնֆլիկտը փոխել է իրավիճակը մեր տարածաշրջանում, կառավարության երեկվանիստից հետո բրիֆինգում Փաշինյանը բառացի ասաց, որ Թրամփի ուղին ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների մեջ չէ այս պահին, Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների պատճառով։ Տեսնում եք ինչ է կատարվում ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա։ Իհարկե, եթե պարզվի, որ չազդի, ավելի լավ, ասաց նա գուժելով, որ խաղաղության փուչիկը պայթել է, թերևս նաև սա է պատճառը, որ ամբողջ ուժով հումանիտար միջանցք են առաջարկում Ադրբեջանին։
Հրապարակը գրում է մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մեր կարևոր խնդիրներից է այն, որ փախստական դարձած Ղարաբաղցի մեր քույրերի եւ եղբայրների էմոցիաները չշահարկվեն նրանց ցին հույսեր տալով։ Մեր ռազմավարությունն այս հարցում շատ հստակ է. Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան Հայաստանի քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4886 ընտանիքներ»։ Ապա կրկին շնորհակալություն է հայտնել Ալիևին, ասել, որ պատրաստ է Ադրբեջանին հումանիտար միջանցք տրամադրել Նախիջևանի հետ կապվելու համար։ Արցախի նախկին մի Պարտակ Բեգլարյանի խնդրեցինք մեկնաբանել այս հայտարարությունը, նա ասաց. «Նիկոլ Փաշինյանի ասածը մեզ համար նորություն չէ։ Այն կոչվում է մեղսակցություն միջազգային հանցագործությանը։ Փաշինյանն այս հայտարարություններով աջակցում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը, չհաշված նրան, որ նա որպես երկրի ղեկավար ունի հստակ պարտականություն մարդկանց իրավունքները պաշտպանելու։ Մարդկանց շարքերում են նաև փախստականները։ Առանց մեր վերադարձի հարցը քննարկելու չի կարող որևէ խաղաղության հարց քննարկվել, ոչ միայն այդ հարցում, այլև շատ այլ հարցեր կան, որոնք չի կարելի կոծկել։ Օրինակ, հայատյացության հարցը, Արցախում հայկական ժառանգությունը վտանգի տակ է, վանդալիզմի վառ դրսևորումներ կան։ Ջայլամի նման գլուխն ավազի մեջ մտցնելով չի կարելի ասել խաղաղություն է եւ հետայսու խաղաղություն է լինելու։ Արցախցիների վերադարձի հարցը հաճախ համեմատում են ադրբեջանցիների վերադարձի հետ, սակայն այդտեղ չկան համեմատության եզրեր։ Այդ համեմատությունը սխալ է։ Բոլոր հիմնական չափանիշներով տարբերություններն էական են։ Նիկոլ Փաշինյանը 2021-ի իր նախընտրական ծրագրում Արցախի դեօկուպացիա էր խոստացել ընտրողներին, սակայն նրա խոստումները նման են երրորդ դասարանում գրված իր բանաստեղծություններին։ Կասի բան է, ասել եմ. «Այդ մարդը վաղուց իր բոլոր խոստումները սկզբունքորեն խախտել է, նա այն գործիչը չէ, որի խոսքերը պետք է հղում անենք, իսկ նա դրանից իրեն ված կա»։ Հրապարակը գրում է. Դիլիջանի Կամոյի փողոցում միջպետական ճանապարհի եզրին սնկի վաճառքի կետ կա։ Ծառի սնկի սեզոնին այստեղ վաճառվում է անտառի ծառի սունկ, մյուս ժամանակները շամպինյոն եւ աճեցրած ծառի սունկ։ Սնկի վաճառքի կետը պատկանում է մոտակայքում խանութ ունեցող դիլիջանցուն, որը ոչ թե իր խանութում է վաճառում սունկը կամ խանութի առաջ, այլ փողոցի մյուս կողմում։ Համայնքապետարանը մի անգամ 100,000 դրամով տուգանել է սնկի անօրինական վաճառքի համար, սակայն նա շարունակում է սնկի վաճառքը։ Դիլիջանի բնակիչները պատմեցին, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը Դիլիջան կամ Իջևան է այցելում, այստեղ վաճառվող սունկը հավաքում են, իսկ նրա գնալուց հետո սնկի վաճառքը շարունակվում է։ Արտակարգ դեպք Կոտայքի մարզում Մարծվի արձանի մոտ արագաչափի հարևանությամբ հրդեհ է բռնկվել ընթացող Մերսեդեսում։ Կան վիրավորներ։ Կրակն ու ծուխը տեսանելի է եղել մի քանի 100 մետրից։ Ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։ Դրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն տեսնում եք, ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են, մեկը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, մեկն էլ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Եվ եղանակ Հայաստանի նոր ցիկլոն է մոտենում, առատձյան տեղումներ են սպասվում։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք երեքշաբթի նույն ժամին։